Հայտարարություն։ Շնորհավոր մայիսի 1-ը աշխատավորների միջազգային համերաշխության օրը։ Առանց պայքարի իրավունքներ չեն տրվում։ Մայիսի 1-ը ոչ միայն տոն է, այլև աշխատավոր դասի իրավունքների պաշտպանության, համերաշխության և արժանապատիվ կյանքի համար պայքարի օր։ Այս օրը առիթ է անդրադառնալու այն կարևոր խնդիրներին, որոնք միջազգային մակարդակում շարունակում են ծանրացնել աշխատողների և նրանց ընտանիքների սոցիալական վիճակը, այդ թվում Հայաստանում։ 1970-ական թվականներից ի վեր կապիտալիստական ազատ շուկայական համակարգը բախվում է կառուցվածքային ճգնաժամերի։ Այդ ճգնաժամերի հետևանքով զարգացած երկրներում իրականացված դեինդուստրիալացումը հանգեցրել է արտադրության տեղափոխմանը դեպի ավելի էժան աշխատուժ ունեցող երկրներ, որտեղ աշխատավորների իրավունքները հաճախ սահմանափակ են։ Միևնույն ժամանակ կապիտալը մեծապես կենտրոնացել է ֆինանսական ոլորտում, ավելի խորացնելով սոցիալական անհավասարությունները։ Այս պայմաններում համակարգի կենտրոնը, հրահրելով պատերազմներ և միջազգային լարվածություններ, նպատակ ունի մեղմացնել և հետաձգել ճգնաժամի հետևանքները։ Կիրառվող այդ իմպերիալիստական քաղաքականությունը հաճախ վերածվում է տնտեսական շահերի սպասարկման գործիքի, նպաստելով ռազմարդյունաբերական, ֆինանսական և այլ ոլորտների շահույթի աճին։ ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտությունն արդեն իսկ լուրջ բացասական ազդեցություն է ունեցել համաշխարհային տնտեսության վրա, առաջացնելով էներգետիկ և պարենային ճգնաժամերի։ Այսպիսի իրավիճակներում հիմնական բեռը կրում են աշխատավորները, մինչդեռ խոշոր կապիտալը շարունակում է ավելի հարստանալ։ Տարածաշրջանային զարգացումները անխուսափելիորեն անդրադառնալու են նաև Հայաստանի տնտեսության վրա, հանգեցնելով գների աճի, կենսամակարդակի անկման և սոցիալական խնդիրների խորացման։ Ստեղծված իրավիճակում առավել քան երբևէ կարևոր է աշխատավորների կազմակերպված պայքարը իրենց դասակարգային իրավունքների պաշտպանության համար։ Հայաստանի աշխատավորները պետք է շարունակեն պայքարել արժանապատիվ աշխատավարձի, օրական 8-ժամյա աշխատանքային ռեժիմի, անվտանգ և օրենքով պաշտպանված աշխատանքային պայմանների համար։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է զարգացնել և ամրապնդել արմիությունները, դրանք դարձնելով աշխատավորների շահերը պաշտպանող իրական և գործուն կառույցներ։ Շահումյան կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ապահովել աշխատանքային օրենսդրության լիարժեք կիրառումը, պարտադրել գործատուներին հարգել և պահպանել աշխատավորների իրավունքները, բարձրացնել նվազագույն աշխատավարձի շեմը։ Հիշենք, ժողովրդավարության էությունը երևում է այն երկրում, որտեղ իշխանությունը կարևորում է անկախ արմիությունների ազատ ձևավորումը։ Մայիսի 1-ը հիշեցում է, որ աշխատավորների իրավունքներն ու սոցիալական արդարությունը հնարավոր են միայն համերաշխությամբ, կազմակերպվածությամբ և հետևողական պայքարի միջոցով։ Շահումյան կազմակերպություն, մայիսի 1, 2026 թվական։